Պարզվում է, որ մարդու ուղեղի էներգետիկ կառուցվածքները կարող են կառավարել օրգաններն ու համակարգերը նույնիսկ առանց նյութական ուղեղի օգտագործման, որն ապրում է գանգուղեղի սաղավարտում, գլխի 12-անիստ գնդի և ներքին օրգանների նույնանման գնդերի ուղիղ փոխազդեցության միջոցով։ Որոշ մարդկանց գանգի մեջ ընդհանրապես ուղեղ չկա, բայց նրանք էլ են ապրում բավականին նորմալ կյանքով։ Մարդը էներգատեղեկատվական կառավարվող համակարգ է, որը տեղեկատվություն է ստանում դրսից, ոչ միայն Երկիր մոլորակից, այլև գալակտիկական կառույցներից։ Մարդուն ոչ միայն նեյրոնային կապի սխեմաներով, այլ նաև էներգիայի այլ հոսքերով մշտապես աջակցելու գործընթացը կոչվում է կյանքի աջակցություն։ Մարդու մարմինը և նրա էներգետիկ կառուցվածքը կյանքի գործընթացների ընթացքում էներգիա է ծախսում և դրսից ստանում է այն փոխհատուցելու համար այդ ծախսերը։ Էներգիայի այդ հոսքը ժամանակի ընթացքում նվազում է և մարդը ծերանում է։